զարդարել, կենսավորել, կյանք տալ։ Սա հիմնական առումով մեր ընդհանրական կյանքի պատկերն է։ Առաջինը, որ մեր կյանքում շատ հաճախ տեսնում ենք մարդկանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ դատողությունից փորձում են դատավոր լինել, դատաստան արձակել եւ այդպես նաեւ մարդկանց կյանքի վրա ազդեցություն ունենալ կամ խաթարել այդ կյանքը առանց քննելու, առանց խորքերը ուսումնասիրելու, առանց այդ մարդկանց կոշիկների մեջ գտնվելու, առանց այդ մարդկանց ճանապարհը կամ ճանապարհի ընթացքը որևէ կերպով փորձելու բաժանել կամ հասկանալ կամ պատկերացնել, այլ այնինչ տեսնում են, այդպես էլ վարվում են։ Այսինքն միևնույն ժամանակ, սակայն, այդ այնինչ տեսնում են եւ այդպես էլ վարվում են, վիճակված է նաեւ իրենց։ Այնինչ տեսնում են իրենց կյանքում, այդպես էլ կվարվեն իրենց հետ։ Մեր Տերը շարունակում է ոսկե օրենքը փոխանցելով ասելով. մի դատեք, որ չդատվեք։ Եվ մի դատեքը, սակայն չի վերաբերում արդարադատությանը, չի վերաբերում արդարությանը, որպեսզի արդարություն չգործվի կամ արդարադատություն չգործվի բոլոր նրանց համար, ովքեր չարիք են արարում։ Այո, առանց արդարության եւ առանց արդարադատության չի կարող լինել կյանքի ներդաշնակություն։ Բացառված է դա։ Եվ հետեւաբար դա ոչ թե արդարության մեկնաբանությունն է կամ արդարադատության չգոյության մասին է, այլ պարզապես այն թեթև կերպով վերաբերմունքը, որ մարդիկ կարող են մեկը մյուսի նկատմամբ ունենալ կամ հասարակության մեջ, լայն առումով հանրության նկատմամբ կամ հանրությունը իր մեջ իր անդամներից որևէ մեկի կամ անդամների նկատմամբ ընդհանրապես։ Հատկապես մեր ժամանակաշրջանում սոցիալական ցանցերի, կայքերի եւ այլն ճանապարհով մարդիկ շատ են փորձում դատավորի աթոռի վրա գտնվել։ Եվ մշտապես ասել եմ, դա անպատասխանատու պատասխանատվություն է, որը փոխանցված է մեր կյանքի բոլոր շերտերին եւ օղակներին, մարդիկ կարող են գործել, խոսել եւ դրա համար պատասխանատվություն չկրել, հատկապես նրանք, ովքեր այս կամ այն ճանապարհով, այս կամ այն կերպ որոշակի պաշտոններ ունեն, իշխանական տարբեր օղակներում են գտնվում։ Եվ դա ակնհայտորեն մեր կյանքում գնալով ել ավելի խորանում եւ ել ավելի արտահայտվում է։ Եվ բայց չմոռանան, որ ինչով դատեն, ինչպես դատեն, ինչ դատաստան որ տեսնեն, նույն դատով ու դատաստանով էլ դատվելու են ու չափվելու են։ Սա կյանքի ոչ միայն բնական օրենքն է, այլև ինչպես տեսնում եք, աստվածային օրենքն է։ Սա արձագանքի օրենքն է, կարելի ասել։ Ինչպես ձայնը արձագանք ունի, այդպես էլ կյանքի փոխհարաբերությունները այդ կերպով են զարգանում։ Երկրորդը մեր Տերը խոսում է լավ պտուղի, լավ ծառի, լավ պտուղի, վատ ծառի եւ չար պտուղի մասին։ Չի կարող լինել լավ ծառ, առողջ ծառ, բերքատու ծառ իր ամբողջության մեջ, որդը չկերած ծառ եւ հանկարծ այդ ծառը կամ պտուղ չտա, կամ լինել ուղղակի ինչպես Սուրբ Գիրքը նկարագրում է չար պտուղ տվող։ Եվ նույնն էլ հակառակը չի կարող լինել վատ ծառ, անխնամ, անմշակ, որտնած ծառ եւ այն կարողանա լավ պտուղ տալ։ Սա ուղղակիորեն անհամատեղելի է։ Եվ ինչպես ժողովրդական առածն ասում, որ դարձյալ Սուրբ գրային է, պտուղը իր ծառից է ճանաչվում։ Եվ սակայն նաև ծառը իր պտուղից, ծառն էլ է դառնում իր պտուղի հայելին, հասկանում ես, թե պտուղը որտեղից է, եւ հասկանում ես, թե ինչ ծառ է։
Երբ տեսնում ես պտուղին, պատկերացնում ես ծառի մասին, ուր մնաց, որ այդ ծառը սկսի արտահայտվել կամ այդ պտուղը տալ։ Եվ մեր վերջին ժամանակներում այս երկու օրը պարզապես տեսնում ենք, ականատես ենք լինում զարզրելի երևույթների, որոնք գրեթե սովորական են դարձել մեր ամենօրյա կյանքում։ Ինչպես նախորդ անգամ եմ նշել, չեմ ուզում այս մարդկանց և կյանքին և գործին անդրադառնալ, սակայն իրենք են կարծես խնդրում, որպեսզի մենք անդրադառնանք իրենց, բայց դարձյալ հպանցիկ կանցնենք նրանց կողքով, զուտ օրինակը ցույց տալով, թե ինչի մասին է խոսում մեր Տերը, զուտ սուրբ գրային պատկերը տեսնելով մեր կյանքում առարկայորեն արտահայտված։ Եվ դարձյալ մեր Տիրոջ պատգամին հարազատ, ինչպես ասացի, չէի ուզում անդրադառնալ, որովհետև մեր Տերն ասում է մի տվեք սրբությունները շներին և մի նետեք նրանք խոզերի առջև, որպեսզի չպատառոտեն, չբզկտեն և որպեսզի ոտնակոխ չդարձնեն, այդուհանդերձ ուզում եմ երկու դեպքի անդրադառնալ, որոնց լայն կերպով այսօր կամ երեկ կամ առաջին օր այս օրերին ընդհանրապես թե մամուլով, թե հրապարակային իմաստով, թե անհատներ անդրադարձել են։ Առաջինը դա մեր ակտիվիստ, գործող, հանրային գործիչ, ինքն իրեն ուղղակիորեն պատասխանատվություն տված և այդ պատասխանատվության ետևից գնացող սկզբունքային մի մարդու մասին, Արթուր Չախոյանի, որի մի քանի օր առաջ, երկու օր առաջ դաժան ծեծի ենթարկեցին Նորքի թաղապետարանում նրա վարչական ղեկավարի կողմից իր ամբողջ խուլիգանական խմբակով։ Արթուրը գտնվում է հիվանդանոցում, մենք խոսել ենք իր հետ և նաև կայցելենք, կհանդիպենք և նաև ուզում եմ այս պահին վերստին մեր զորակցությունը հայտնել իրեն, հայտնել մեր քաջալերանքը, շուտափույթ ապաքինում մաղթել և միևնույն ժամանակ դատապարտել այդ զազրելի արարքը։ Սա պարզապես մի փոքր դրվագ է, որ ցույց է տալիս այս խուլիգանախմբի իրական պատկերը ևս մեկ անգամ է ցույց տալիս, զարմանալի պիտի չլինի դա մեզ համար, այլ պարզապես այս երևույթը կամ երևույթները պետք է պատճառ լինեն մեր անելիքները օր առաջ իրականացնելու և վերջապես այս քաղցկեղը մեր կյանքից մաքրելու իմաստով։ Եվ տեսեք, ոչ միայն ծեծել են, բռնության են ենթարկել մի քանի հոգիներով, որը դարձյալ եմ ասում, ոչ մի օրենքով, ոչ մի կանոնով ընդունելի չէ, ոչ բնական, ոչ աստվածային, ոչ քաղաքացիական, ոչ փողոցային, ոչ մի ձևով ընդունելի չէ, որ այդպես հարձակվեն, ոհմակով հարձակվեն մարդու վրա, որի միակ գործը եղել է զուտ ցույց տալ այն խախտումները կամ այն ենթադրյալ չարաշահումները, առերևույթ երևացող չարաշահումները, որոնք ուղղակիորեն հանրային միջոցների մսխման պատճառ են, ոչ միայն հանրային միջոցների մսխման, այլև թերևս որոշ մարդկանց գրպանները լցնելու պատճառ կամ միջոց։ Եվ ինչ է հաջորդել դրան, հաջորդել է հեռախոսային հայոյանք և երկրորդ փուլով արդեն բռնության կիրառում, ուժի կիրառում, ծեծել, ջարդել հրապարակային իմաստով, մարդուն հասցնել հիվանդանոցի աստիճանի։ Սա այսօրվա իշխանավորների դեմքն է։ Եվ այդ բոլորը պատճառաբան էլ ինչով Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վերագրել աշխարհաքաղաքական զարգացումների, վերագրել նրան, որ այս մարդը, այս հայտնի դարձած անհայտնությունը
ինչ որ ժամանակ գնացել է Բուչա, երևի ինչ որ տրամադրություններ ունի, ներկայացնում է ինչ որ կուսակցություն, որը եվրոպական բարձր արժեքների հետևորդ է, պարզում է, որ այդ նույն Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպով է ներկայանում, այլ տեսակով ու որակով, նրանք ինչպես կենցաղի մեջ, այդպես էլ իրենց պաշտոնավարմամբ որդեգրել են այլ արժեքներ, որոնք պարզապես շղարշել են այսպես կոչված եվրոպականով, այսինքն ինչպես ժողովուրդն ասում է, իրենք իրենց եվրո ռեմոնտ են արել, այսպես եք ներկայանում դուք, և սա դարձել ստախոսության, խաբեբայության, կեղծիքի բարձրագույն ցուցիչն ու դրսևորումն է, սուտը բոլոր առումներով այս չարիքի իշխանության ուղղակիորեն բոլոր առումներով միակ և բացարձակ նկարագիրն է, և մենք չենք դադարելու անընդհատ ասել, որ դուք ստախոս եք, խաբեբաներ եք, խաբել եք մեծ խնդիրներում, խաբել եք ամենափոքր հարցերում, խաբել եք ձեր անձնական հարաբերություններում, ձեր ներկայանալով ու չներկայանալով, և այո, ինչ դատաստանով որ դատել եք, այդ չափով էլ չափվելու եք, հիշեք սա, և ուղղակի մարդկանց մղում են հանցագործության, բառից բուն իմաստով մարդկանց մղում են հանցագործության, այլ երկ չթողնելով, մարդկանց համար արդարությունը կամ արդարադատությունը վերականգնելու իմաստով մղում են հանցագործության այսպիսի չարաբաստիկ վարքագծով, ով է պաշտոնյան, որ իրավունք ունի իրեն իսկ սնող մարդուն, այսպիսի բռնության ենթարկել, այն էլ այդքան մեծ ոհմակով, այդ պաշտոնները, թեպետ ինքը չնչին արժեք ունեցող որևէ բանը, բայց այդ պաշտոնները ծառայության համար են, ոչ թե ծառայեցնելու, այդ պաշտոնները մարդկանց կյանքը բարելավելու համար են, ոչ թե մարդկանց կյանքը չարիքի վերածելու, և այս պատկերը պարզապես ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, ևս մեկ անգամ մեզ ներշնչելու, ուժավորելու, որ մենք պետք է կարողանանք հավաքվել, անցնել նեղ դռնով և այո հաղթահարել այս չարիքի իշխանությունն ու խոչընդոտը, որ մեր կյանքում առկա է ամենօրյա դրությամբ։ Երկրորդը դարձյալ 2-3 օր առաջ տեղի ունեցած դեպքն է մեր սրբազան պայքարի երիտասարդների հետ պատահած, թեպետ նորից եմ կրկնում,